Հարգելիներս, եկեք այսօր պարզ և հասարակ բաղադրիչներով պատրաստենք սուտլիկ պասուծ ստոլմա։ Հարգելիներս, կրկին պատրաստելու եմ իմ այգու խաղողի տերևներով և խանութից գնված կաղամբով։ Ասեմ նաև խաղողի թուփ ընտրելիս նախընտրությունը տվեք քիշմիշ խաղողի տերևներին։ Եվ ասեմ, եթե խանութից պիտի գնեք խաղողի թուփը, ես նախընտրությունը տալիս եմ Homeland-ի քիշմիշի տերևներին և հավելեմ, որ դա գովազ չէ։ Հարգելիներս, եթե կարա լինի սուտլիկ տոլմա, կարա լինի նաև սուտլիկ պասուծ տոլմա։ Սոխը և քերած գազարը տապակեցի առածիթա յուղի մեջ, ավելացրեցի բրինձը, ոսպը, չորացրած համեմունքներից չորացրած ռեհան եմ ավելացրել, աղ, կարմիր պղպեղ և իհարկե մի փոքր էլ թարմ կանաչիների փունջը։ Իսկ ինչու սուտլիկ պասուծ տոլմա, քանի որ բացակայում են մեր տոլմայի մեջից սիսերը, լոբին, զավարը և այսպիսով սկսենք պատրաստման ընթացքը։ Առաջին շերտը արդեն պատրաստ է և նշեմ, որ խաղողի թփով փաթաթած պասուծ տոլմաները կրկին կարող եք սառեցնել սառցեխցիկում։ Հարգելիներս, իմ պասուծ տոլմային ես ավելացրեցի կարագ, ձիթայուղ և կավելացնեմ ջրի մեջ բացած տոմատի մածուկը։ Ափսեով ծածկեցի և կափարիչն էլ կաթսայի կդնեմ, մարմանդ կրակի վրա ինքը կեփվի։ Հարգելիներս, մեր սուտլիկ պասուծ տոլման շատ ընտիր է ստացվել, շատ արտակարգ համ ունի, դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։ Հավելեմ նաև, որ ես պասուծ տոլման սիրում եմ թարմ կաղամբով եփեմ և թարմ թփով։